Այսօր մեկնարկեց 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Նիստավարում էր տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։ Նրա կողքին էր Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նիստի մեկնարկից հետո բացման խոսքով հանդես եկավ Հանրապետության նախագահը։ Իշխանությունը բխում է ժողովրդից եւ իրականացում է նրա կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Հետո արդեն Կնյազ Հասանովը որպես նիստավարող ընթերցեց պատգամավորների երդման տեքստը, առաջարկելով նրանց կրկնել տեքստը եւ ոտքի կանգնել։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները ոտքի չկանգնեցին։ Հետո արդեն Կնյազ Հասանովը հերթով ընթերցեց խորհրդարան անցած 3 քաղաքական ուժերի, քաղաքացիական պայմանագրի Ուժեղ Հայաստանի եւ Հայաստան խմբակցության падգամավորների անունները։ Միակ падգամավորը, ում անունը ընթերցելիս քաղաքացիական պայմանագրի ծափերը ուժ գնացան, դա Էդգար Ղազարյանն էր։ Ես դեռ ներքի խմբակցություններ ունեմ, չէ՞, ԿՊ-ի ներսում։ Դրանից հետո արդեն ներկայացվեց ազգային ժողովի նախագահի ընտրության ընթացակարգը։ Միակ թեկնածուն, որ առաջադրվեց, դա քաղաքացիական պայմանագրի կողմից առաջադրված թեկնածուն էր Ռուբեն Ռուբինյանը։ Հետո արդեն Ռուբինյանը հանդես եկավ ելույթով падգամավորներին եւ ընդդիմադիր падգամավորներին հատկապես կոչ արեց աշխատել թեև սուր բանավեճերի, բայց բարեկրթության մթնոլորտում։ Եթե դուք չեք ընդունում իմ առաջարկը եւ այլ առաջարկներ ունեք կամ կարծում եք, որ պետք է շարունակել գործել արդեն վաղուց հնացած, բազմիցս ծեծված ու տրորված ճանապարհով, ապա քաղաքացիական պայմանագիրը առավել քան պատրաստ է դրան։ Հետո արդեն падգամավորները հերթագրվեցին Ռուբեն Ռուբինյանին հարցեր տալու համար։ Ուժեղ Հայաստանի падգամավորների հարցերը հիմնականում վերաբերում էին Ռուբինյանի տարիներ առաջ Թուրքիայում անցկացրած շրջանին, երբ նա այնտեղ եղել էր կրթական մի ծրագրով։ Դուք Թուրքիայում սովորելու ժամանակ, այսպես ասած ֆելոշիփի շրջանակներում, ազգությամբ թուրքերի հետ շփվել եք թե ոչ։ Երբ որ ես Լեհաստանում էի սովորում, այնտեղ էլ Թուրքիայից ներկայացուցիչ կար, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ եւ համաձայնեք տարօրինակ կլիներ, որ չշփվեի թուրքերի հետ այդ գործընթացում։ Թուրքերի հետ շփվել եք, նորմալ է։ Մտերմություն չեք արել, իսկ այդ ում հետ որ շփում եղել է, նրանք կարող է պետական հաստատությունների հետ որևէ կապ ունեցել են։ Ոչ։ Բազմիցս հարցեր եմ ուղղել ձեզ, որոնք մնացել են ուղիղ կերպով անպատասխան։ Հնարավոր է դուք ձեր աշխատանքի շրջանակներում հանդիպած լինեք պետական համակարգում աշխատող ձեր թուրք գործընկերների։ Դժվար եմ պատկերացնում, որ դուք ինձ հարց տված լինեք այն պարզ բանից ելնելով, որ մենք չենք հանդիպել։ Այս ձեր հարցերի բանը տողատակը որն է, արդյոք ես Թուրքիայում, չգիտեմ, հանդիպել եմ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին եւ արդյոք նրանք ինձ հավաքագրել են։ Ու հարցրեք, ասեք, արդյոք այդպես է, ես էլ ասեմ ոչ։ Ես ապշած եմ ուղակի։ Այսօր առաջին հարցը հնչեցրած պարոն Գառնիկ Դավթյանը։ Պարոն Դավթյան, մենք իրար ճանաչում ենք։ Ես վարել եմ հայ-ադրբեջանական երիտասարդական այն երկխոսությունը 2014 թվականի հունվարին, որին դուք մասնակցել եք։ Տարել եմ երկխոսության Վրաստանում ադրբեջանցի երիտասարդների հետ եւ դուք նրանց հետ այնտեղ շփվել եք։ Մարդիկ ինձ հիմա նամակներ են գրում, ասում են մեր Գառնիկը։ Հարց ու պատասխանին արդեն հետևեց падգամավորների ելույթների փուլը, մոտ 4 տասնյակ падգամավոր հերթագրվեց ելույթների համար։ Ելույթների ընթացքում տարբեր քննադատություններ հնչեցրեցին, ուժերի ներկայացուցիչները միմյանց հասցեին։ Այստեղ Բարգավաճ Հայաստանը պետքա լիներ եւ դուք կերել եք իրենց ձայները։ Այդ դրանով նաեւ դուք լեգիտիմ չեք։ Պարլամենտը, որը կա, լեգիտիմ չէ, որովհետեւ Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ։ Դուք ասում եք, եթե դուք Facebook-ում ստատուս եք գրում, դա մեր շնորհքն է։ Այդքան ժողովրդավար ենք։ Կներեք, բայց ես մեկը երևի պիտի ասի, որ դուք Աստված չեք։ Դուք իշխանություն եք ձևավորել ձայների փոշիացման միջոցով։ Որ դուք առանց ամաչելու
այդքան ամիս ասում էիք 300,000 ադրբեջանցիները գալու են։ Մեծ մասը այսօր անցնում է այդ ընտրակաշար բաժանելու մեղադրանքներով, հարյուրավոր մարդիկ։ Մարդիկ, որոնք այս ամբողջ ընթացքում ենթարկվել են ձեր կառավարության կողմից այս ամբողջ խոշտանգումներին ու քաղաքական հետապնդումներին։ Երբ որ ձեր հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, եթե չեմ սխալվում, մեր դուրը ծեծեցին ԱԱԾ աշխատակիցները, հորս հրավիրեցին ԱԱԾ, ուղղակի հրավիրեցին, ինքը գնաց եւ այլևս չեկավ 3 ամիս։ Վաղն արդեն падգամավորները կշարունակեն ազգային ժողովի նախագահի տեխնացուի հարցի քննարկումից հետո արդեն փակ գաղտնի քվեարկությամբ կընտրեն ազգային ժողովի նախագահ, հետո արդեն կշարունակվի ազգային ժողովի ձևավորման աշխատանքը, ազգային ժողովի մշտական հանձնաժողովների եւ փոխնախագահների ընտրության հարցերը դեռ առջևում են։